ասածդ ամեն մի խոսքը ոսկի է։ Քեզ հետ մեծացել ենք, ողջ կյանքում քեզ համար աշխատել։ Իսկ հիմա Չոխվա ջան, առանց մեզ յոլա գնա։ Լավ մտածեք, ձկնորսներ։ Հիմա գործի տակ ժամանակն է, ձուկը չի սպասում։ Ոչ եք կարող այստեղ պարապ սարապ նստել։ Ձեր տեղը լիճն է, նավակների վրա, ձեր սպասում են։ Նավակները պետք են, հարկավոր է գտնել։ Դե որ դու ես ասում, վարժապետ, պետք է գտնել, ճիշտ է հալիվորներ։ Ճիշտ է։ Հա, ճիշտ է, հարկավոր է գտնել։ Կա չկա, բոլշևիկներն են թաքցրել։ Մեզանից չեն կարա թաքցնել, մենք լիճը լավ գիտենք։ Ասացեք պարոն Մխոյին, որ գործը հարթվեց։ Միայն պետք է ազատել ձկնորսներին։ Նրանք կփնտրեն ու կգտնեն նավակները։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, վարժապետ, անպայման կխոսեմ եւ կազատենք։ Տեր Աստված, փառքդ շատ լինի, ինձ խղճացիր։ Ինչ կա, մի տեսակ ուրախ ես թակուհի։ Իմ որդուն պիտի այսօր տեսնեմ, տեր հայր, աղոտքդ լավ օգնեց։ Աստված քեզ օգնագա։ Իրավունք դուր խոսեմ, պարոն Մխո։ Խոսի։ Ձկնորսների հետ լեզու եմ գտել։ Եվ ինչ։ Ձկնորսները խոստանում են փնտրել նավակները, խոստանում են գտնել։ Ստում են։ Չի, պարոն Մխո, նրանք լիճը 5 մատի պես գիտեն, կգտնեն։ Բաց թողեք նրանց։ Շատ լավ։ Կթողնենք։ Համատեղ։ Եթե եկուց նավակները չլինեն, յուղը քարուքանդ կանեն։ Նստի։ Դե ասա տեսնեն ինչ է պատահել։ Հալա թող շունչ քաշե, բերորդնած։ Այ, ինչ անհամբերն ես։ Ով, թե որ իմանաս Չոխվա, ինչ բան կա։ Դե, հապա, լավ, կտամ, դե ասա, ինչ կա։ Իսօր արամը, ջուղ պիտի գա։ Ես խաչը գա։ Ես քեզ բան եմ ասում, թագուհու մոտ։ Թագուհու։ Ինչ ասեցի? Արամը? Պարոն խմբապետ, պարտիզանները հարևան գյուղը գրավեցին մեկ շերով։ Մեր բոլոր ամրությունները վտանգի տակ են։ Հետ գրավել, Լսում եմ։ մուշեղ, ժողովրդեր հավաքել, պակներ կարգել, հսկել գյուղը։ Որտեղ է լսված այսպես բան, բոլոր ենքում է գրված, որ ժողովրդին այսպես սարակ են, ազատեցեք
չեք գորգորում։ Ծերուկներին պիտի ազատենք պարոն Մխոյի հրամանը կա։ Եվ վերջ։ Հրաման կա։ Ինձ ես ասու։ Ստում ես։ Դու ինչ ճանաչում ես։ Կտեսնես, ստում է, թե չի ստում, վաղինակը։ Գնանք։ Բացարա։ Յո, կժվել է։ Քեզ ասում են բացարա։ Դուր տեսնեմ։ Դուրս եկեք։ Բոլորը դուրս եկեք։ Բոլորին ազատում եմ։ Միտդ պահի վաղինակն իր ուզածը կանի։ Քանա իմանուշ բալա արանջան
Ես ինչի արամն ուշացավ։ Մի բան չպատահի։ Հա, ինչ կա վարժապետ։ Արամին բռնել են։ Արվել են։ Նրան տարել են կղզի։ Կղզի։ Երբ։ Ես գիշեր։ Հարկավոր է գործել անմիջապես։ Նրանք Արամին կսպանեն։ Էլ ինչ են սպասում։ Հիմա մխոնուր որ է կգա, էլ չենք պրծտի, գնանք։ Գնանք, մտածել է պետք։ Հիմա Գրիգոր հեշտ չէ կղզի մտնելը։ Պետք է պատճառ գտնել։ Իսկ ինչ կլինի վարժապետ։ Խնդրենք, որ սուրբ հայրերը պատարակ անեն հանուն մեր անձավորած։ Նվերներ կտանենք։ Ես էլ եմ ասում, պատարակ, ոչխար կտանենք, հավաքլոր, հանգիստ, սուսուփուս, բանականները սիրում են ուտել։ Հա, լավ է։ Նվերներ, պատարակ, ճիշտ է։ Դու Գրիգոր, նավակները կտես։ Ինչ է պատահել, վարժապետ։ Ասա, Համես ջան, Արամը սուր է։ Բան չկա, մի մտածի թակուհի, Արամը կգա։ Հանգստացիր, մայրիկ, հանգստացիր։ Ասա, դու մեկնումեկին չես ասել, որ Արամը պիտի գար քեզ մոտ։ Սուրբ եկեղեցին, կոչանում ձեզ քրիստոնյաներ, հայտնել իշխանությանը, թե որտեղ են ձեր զավակները։ Աստված գործի նրան, ով կկատարի սույն հրաշալի պատգամը։ Եվ Աստված հավերժ կորստյան կդատապարտի նրան, ով իր մեղավոր հոգում կթաքցնի այդ ռեշավոր մեղքը։ Տերը կդատի ապստամներին, անաստվածներին, Քրիստոսի թշնամիներին, սատանայի սպասավորներին։ Կաց, դու ես սատանայի սպասավորը, նզովյալ լինես մատնից,